Անոր սիրդեն գենսադու չուրի կեդեր պիտի պխին Հովանու 7-րդ գլուխ 37-րդ համարեն այս մասին գխոսի Տեր Հիսուս Ընդհանրապես մենք կտեսնենք Աստվածաշունչը միշտ կխոսի ամեն ինչ որ նույնիսկ կպատկերացնե պատկերացումին պատճառը այն է թե ինքը իր զողությունով մեզի ինչ կշնորհե եւ իրականության մեջ ասիգա նաեւ այդ բادرազմն է որ բոլոր հավատացյալները կդանին եթե հավատացյալները հավաքես եւ իրենց զգուշորեն հարցնես կնկատես որ մեծ մասամբ խնդիր ունին իրենց ինքնությունը Քրիստոսով ճանչնալու հետ նույնիսկ անոնք որոնք շատ անգամ գտվին նկարակիրով զորավոր մարդիկ խոսքը փերանին է որևէ ադեն գրնան պետք եղած ադեն երկու բառ խոսիլ դակավի նույնիսկ անոնք գդարաբին իրենց ինքնության հետ կապակցաբար մասերուն բաժիններուն վրա եւ շատ կարեւոր է քրիստոնյաներուն համար հասկանան ըմբռնեն ճանչնան իրենք ով են Եվ իրենց աղոթները, իրենց ընթերցումները, իրենց կյանքերը այդ ուղղությամբ նորոգ են։ Մենք շատ զբաղ ենք, մենք շատ մտահոգ ենք, մենք շատ չանքեր գնենք, նույնիսկ աղոթներ գնենք, նույնիսկ բարի գործեր կփորձենք անել, որպես Աստուծո խոստացված բաները առնելու արժանի լանք։ Բայց Աստված արդեն դված է։ Հետևաբար իմ բոլոր այդ աղոթներս ինձ չօգնեցին։ Աղոթքը ընդհանրապես պիտի օգնե, բայց ուղղակիորեն ինձ չօգնեց։ Որովհետև Աստված չուզեր, որ ես իրեն համոզեմ բան առնելու համար, Աստված կուզե իր մե արածս կործածեմ մնացածը ստանալու համար։ Եվ ասիկա լուրջ խնդիր է հավատացյալին կյանքի մեջ։ Եվ պետք ունի սուն հասկանալու որ դու ես ինչ որ ես Քրիստոսով, բամը ավելցնելու բեք չի գա, եթե այն ինչ որ Քրիստոսով ես, ինքը գրծավ անով հաղթել սատանային, դու բեք չունիս ավելի զորության հաղթելու համար, մինչ արդեն հաղթված է ինքը։ Դու պետք ունիս միայն ճանչնալու դու ով ես։ Քանի օքի ունեցած է անձնական փորձառությունը կամ լսած է ուրիշ մեկումը, որ գսե, դու գիտես ես ով եմ։ Քանի օքի ինքը զորավոր գսկա, ինքը տրամ ունի, ինքը գրնակ ունի, ինքը ջանցված մարդ է, ընդհանրապես ասոնց մե այս բարերը գելան, դու գիտես ես ով եմ։ Դու միայն Քրիստոսին պատկանած ադենդ պետք է այնպիսի ցայնով խոսիս, որ ամբողջ աշխարհը լսի այս ասածը, դու գիտես ես ով եմ։ Բայց ասիկա բար չէ արդահայտվելու, ասիկա ապրումը ճշմարտությունն է, որ մեր մեջեն, մեր ինքնութենեն, մեր անձը ճանչնալեն պետք է խոսենք, որովհետև Աստվածաշունչը այս մասին կխոսի, որովհետև Աստվածաշունչը այս ճշմարտությունն է, որ մեզի կփորձե փոխանցել։ Մենք գաղաչենք Աստծո, որ մեզի մեր ուզածը դա, ինքը գաղաչե մեզի, որ մեզի դված ապրենք։ Կովինի դսենք գաղաչե, որ մեզի դված ապրենք։ Անորամար կնկատես, որ հավատացյալները շատ անգամ հուսահատ են, հավատացյալները շատ անգամ հուսախապ են, որովհետև իրենց մոտեցումը Աստծո կողմէ խոսածածներուն նկատմամբ ճիշտ ձևը չէ։ Կարդամ համարը տեսեք ինչ կսե 37-ը։ Դոնին վերջին եւ հանդիսավոր օրը Հիսուս ոտքի կանգնած Բարձրացային գսեր։ Նա համարցակություն դաժարի մեջ, ուր ինք մերժված է, ժողովրդի մեջ, ուր միշտ իրեն գահալած են, ղեկավարություն փարիսեցի քահանայապետներ, որոնք բոլորը իրեն կփնտրեն, որ զինք սպանեն, ինքը բոլորին արչև կգենա եւ հայտարարություն կնե եւ բարձրացային, այնպես որ մեկը չլա մեկը որ չլսե։ Կսե ով որ ծարավ է թող ինձի կա եւ խմե։ Այս ամառը այդպես առնված է Հիսուսի մասին կխոսի։ Շարունակությունը կսե ով որ ինձի հավատա անոր սիրտեն գենսադու ճուրի կեդեր
պիտի փխին։ Սկիզբը գսե ով որ ծարավ է ինձի թող կա թող առնե, վերջամիջապես կե ով որ ծարավ է թող ինձ մեկ առնե, եւ ով որ ինձի հավատա, իրան սիրտեն նույնպես պիտի փխի, որպես ուրիշներուն դա։ Ես պետք ունիմ այս համարեն իդ հարցնելու, ես գսկամ, որ սիրտես բամը գփխի այսօր, կամ ընդհանրապես, որ գրնամ ուրիշին դալ։ Որովհետև եթե ես զգամ, անկարելի է որ չգարենամ դալ, կամ չուզեմ դալ։ Անկարելի է որ ես ասեմ գործ ունիմ այսօր պիտի չգարենամ, այսօր դունը պիտի մաքրեմ, այսօր գերագուր պիտի դնեմ, այսօր շատ ըսպաղեմ պիտի չգա, անկարելի է։ Ես դեսած եմ դարիներու փորձառությունով, հոգիով լեցված, մեջ են հոգին վազողը, ամեն ինչ գծկե, նույնիսկ այդ բարդականությունները, որ դու իրեն գանցես գծկե, կանի օքե դեսե, գծկե, իրեն բրնես գաբեսնե, գաբերը գգդրե, մեջ են ելածը գխոսի։ Երեմիա մարգարեն գսե, ինչպես չխոսիմ քու խոսքդ, գսե քու գրագդ իմ մեջս ոսկորներս գհալեցնե։ Անկարելի է զսպեմ ասել գուզե։ Այն ինչ որ մեջն է, հետևաբար գսե, ով որ ինձի կհավատա, սա ասել չէ որ եթե ես դագավին չեմ ըսկար, հավատացյալ չեմ, Փնավ ասել չէ հավատացյալ չեմ, բայց իմ հավատքս կործի թրված չէ ինչպես գագնգալվի։ Եվ ես չեմ վայելեր իմ հավատքիս արդյունքները ինչպես խոստացված է եւ դերոճմեն ինձի եւ քեզի դրված է։ Ուրեմն համարին համացայն Հիսուսն է աղբյուրը, ամեն ինչ Հիսուսեն գսկսի, իսկ հավատացյալները Քրիստոսով գթարնան խողովակները։ Նայեցեք գաբը, Քրիստոսն է փուն աղբյուրը, իր մեկ էլ է ամեն ինչ, եւ որովհետեւ հիմա ինքը մեր մեջն է, մենք խողովակ ենք, միշտ իր մե գանցնի մեզի, ինքը աղբյուրն է, այդ աղբյուրը մեր մեջ են պիտի դուրս փխի։ Մենք խողովակ ենք, հետևաբար իմ բարդականությունս եւ քու բարդականությունն է այդ խողովակը մաքուր բահել։ Քանի օքի խողովակի բացությունը ունեցեր է, ցեխով կոծվեր է, աղդով կոծվեր է, Չուրին աղդոտուտենեն կոծվեր է, մեր դունը բարդեզին խողովակը ամեն դարի, երբ ծմերը անցնի և ամարը կա, և պիտի կործածենք, հազիվ զորավոր կործածենք, մեջ են սև բաներ գիչնեն, կսեմ ուրդեղ են ասոնք մեջ են գիչնեն, ամեն դարի մեջ են գիչնեն, պիտի որ մեկ ժամ և ավելի չուրը պատ ծկես, որ այդ մեջի աղդը մաքրվի։ Խողովակը պետք է մաքուր մնա, որբեսի աղբյուրեն եկած իր մեջ են անցնի և արգելք չլա։ Մեր կյանքի խողովակը մեր բնավորությունն է, մեր նկարակիրն է, մեր փարոյականն է, մեր հավատքի խոսքի համաձայն ապրիլն է։ Եթե ասոնց մենք թերի ենք, այս խողովակը կկոծվի։ Եվ որ խողովակը կոծվի, այլևս հոսանքը չանցնի, մենք կգազմենք խաղափարը քրիստոնեական եւ կրոնական եւ կսկսենք ադիգա ապրիլ։ Անորոմար լեցուն դեսագետներ կան կրոնական։ Լեցուն ցևերով մարդիկ կհավատան։ Երեք երդասարտներուն կխոսեի հետախուզությունը, որ աշխարհի 4 կողմը եղած է դարիներու ընթացքին եւ ես ուսումնասիրություններ արած եմ ադոր մասին ծննդոցեն մինչև այս օրը Աստված կկործե բնավ չգեցած վկայությունները լեցուն են հարյուրավոր միլիոնավոր եւ մարդոց կյանքի մեջ նույնը գկալե բայց դա գավի նույնիսկ հավատացյալներ լման հակառակ տեսակետ ունին եւ համոզված են անորոմար գրիվալ գնեն հետեւաբար շատ կարեւոր է որ թուն հասկանաս ըմբռնես թուն ով ես Քրիստոսով եւ բռնված մնաս անոր սկզբունքին այդ քեդերը որ գխոսի Աստվածաշունչը բիդի հոսի 39-րդ համարը մեզի կբացատրե թե ինչ է այդ հոսող քեդը Հիսուս ասիգա գսե հոգին համար Սուրբ հոգին համար որ իրեն հավատացողները բիդի ընդունեին իրեն հավատացողները պիտի առնեին ստանային քեդերը խորհրդանիշ են Սուրբ Հոգին, քեդերը խորհրդանիշ են անոր կյանքին, քեդերը խորհրդանիշ են անոր զորության, քեդերը խորհրդանիշ են անոր ներկայության եւ հավատացյալներուն միջոցով գոհոսի։
Բայց այս քեղեցիկ իրականության գողքին Պողոս Արաքյալ Սուրբ Օքիեմ մղված մեզի բամը գահիտնե եւ Սուրբ Օքին այդ մեկը գշեշտե, որովհետեւ գուզե մեր մեջ գազմվող վստահությունը իր մեջ եկածելա։ Քանի օքի դեսած է կամ ունի անցեր 4 կողմը կամ ինքը վստահություն ունի ինքզինքին վրա, գիտե ինչ կնե, գիտե ինչպես գնե, քանի օքի ունեցած է եւ դեսած է, որ գրնան մարդիկ, որոնք ավելի վստահություն ունին, վստահ են իրենց ծրածին, ուրիշ մարդիկ կասկածոտ կլան, վախկոտ կլան եւ պետք եղած ցևով չեն աներ։ Սուրբ Օքին գուզե որ մենք ընենք իր մե ստացած մեր վստահությունով։ Անորամար Պողոս Արաքյալին միջոցով հետեւյալը գսե Փեն Կորինթացիս 3:5-6 գսե որովհետեւ փնավ չենք խորիր, փնավ մեր միտքեն չենք անցներ, չենք արդոներ, որ մենք մեր ուժերով այդպիսի կորձ մգրնանք անել, այլ Աստված որ այդ կարողությունը գուտա մեզի։ Հաբա գսե Աստված է որ այդ կարողությունը գուտա մեզի։ Այսինքն միշտ չենք արդոներ որ մեր մեջ արթնա որևէ մեկը զգացում որ մենք փամ մնենք եւ մենք ըրինք։ Թեև մենք Աստծո ծառայենք նեհբարդ կսկանք եւ ինքնալատ մասին կխոսի կգարձեմ որ չարդոներ ադիգա իր մարդկային հբարդության երթա միշտ ինքը կգաբե որ դերոճմով գլա Աստծո զորությամբ եւ շնորհքով է որ գլա հետեւաբար ծառայողիմը իսկական զորությունը եւ կարողությունը վստահությունը եսագետրոնութենեն չէ հավա դերոճմեն առնելեն է բեք չէ որ իմ եսս առնե այդ փառքը իմ մարդկայինս առնե այդ փառքը պետք է ամբողջությամբ դերոճ երթա վստահությունը թե Աստված գրնա իրեն հանցնված անցին անհադին հանցնված կորձը գադարել դերոճմով Արաքյալները նման համարցակություն եւ վստահություն ունեին եթե գարտան կորձարակելոց 4:13 կսե Ադյանի անդամները Պետրոսի եւ Հովաննեսի համարցակությունը տեսնելով եւ հասկանալով թե բարձ եւ անուս մարդիկ են գզարմանային բայց վերջավորության կսե եւ համոզվեցան թե Հիսուսի ինգերագիցներն էին գնային Պետրոսի եւ Հովաննեսի լուրջ համարցակություն մը գասոնց մեջ այդ մշակույթի մեջ ճանցված է համարցակը լալու համար կամ հարուստ պիտելաս կամ իրենց գիտությամբ լեցված գիտություն պիտի ունենաս որովհետեւ դու քեզի տեսնես ուրիշ մարդոց վրա որ անգե բագաս ունին ասեր իրենց ցևը եւ իրենք բացահայտ այս մասին կխոսեին նույնիսկ անարքական գարդահայտվեին բայց գնային Պետրոսի եւ Հովաննեսի ամը չունին անուս ուսումալ արած չեն բայց վստահություն մը գա համարցակություն մը գա իրենց մեջը որ խենթանալի կը զարմացներ իրենց այդ համարցակությունը վերջը գսե հասկացան համոզվեցան որ Հիսուսի հետևորդ է այսինքն Հիսուսի հետ քալելն է որ իրենց ըրած է ինչ որ են գարդահայտվին ինչ որ գարդահայտվին ուրիշ Կորձարակելոց 4:31 կսե բոլորը Սուրբ Օքիով լեցվեցան եւ սկսան համարցակ երբով Աստծո խոսքը կարոզել այս բարակային ջնշումի տակ էին վերնադան մեջն էին թուրբադուան կոծած էին վախի մեջ էին չէին գիտեր ինչ պիտենեն Կանոկի ասկարաջ վախծած է կանոկի դժվարության մեջ գտնված է այլևս ինչ պիտի չի գիտեր շվարած է դագնու վրա եղած է ինչե պիտի թողա ասոնք նույնն էին ավելի քեշ մահվանչապ Չաղոթեցին դեր տշնամին գլուխը գդրե Չաղոթեցին դեր զարկ մեջտեղեն վերցուր ազատություն բեր գիտեք ինչին դեր մեզի համարցակություն դուր Հավատաց Աստծո որ իրեն գրնա համարցակություն մտալ կանոկի դսե հավատաց Աստծո որ գրնա իրեն դալ համարցակությունը որ իրեն վախցնող տշնամին թեմ ինքը որևէ վախ չունենա գնալու Չաղոթեց Այդ զորավոր աղոթքը, որուն արդյունքը տեսանք դեղը շարժեցավ, վերնադունը շարժեցավ, այդ աղոթքը չրավ ասելու համար դեր մեջտեղեն վերցուր այս մարդոց, հաղթենք այս մարդոց, թող մերնին այս մարդոց, մարդիկը, ասավ դեր մեզի համարցակություն դուր,
զորությունը, որ դերոջ մենք կխնդրենք, համարձակությունը, որ դերոջ մենք կխնդրենք, մեր գամքը բարդացրելու, մեր ցևը բերելու համար չէ, դիրոջ գամքը կատարելու համար է։ Ասիկա կարևոր գետ մնե, հավատացյալները երբ զորություն առնեն վայելելու գելեն։ Հավատացյալները երբ զորություն առնեն հանգիստ կփնտրեն։ Հավատացյալները երբ զորություն առնեն, այդ զորությունը իրենց գուտա զգացում ներադոր համացային գաբրին։ Այս մարդիկը երբ խնդրեցին դիրոջմեն համարձակություն, չուզեցին համարձակություն, որ թշնամին գլուխը փշրեն։ Համարձակություն ուզեցին, որբեսի գարենան Աստծո խոսքը քարոզել։ Բամն է, դու Աստծո խոսքը քու կյանքիդ մեջ ինչ ցևով կգրես։ Երբ գաղոթես, այդ խոսքը ինչ ցևով կգիրարվի։ Քու շուրջդ եղողները գլսեն Աստծո խոսքը։ Ինչ համարձակություն ունիս խոսքը փոխանցելու։ Ես միշտ գլսեմ, մեգումը տրացին մտիկ չի սիրեր անել, մույսին տրացին կսիրե վրան խնդալ։ Մեգումը ընտանիքի անդամը չի սիրեր իրեն մտիկ անել, ամեն ադեն իրեն կգդրե, որ Աստծո մասին խոսի, այլևս չի խոսիր։ Խոսքսե այդ բաները եւ ավելի գլային մահվան չափ սպառնալիք կար, իրենք դերոջին դեր ասոնց մե վեր կորձելու համարձակությունը դուր մեզի։ Որևէ արտահայտություն չրին Աստծո իրենց դված ճաշտոնեն ետ դառնալու համար։ Զինետուն քեզի այդ իրականությամբ դերոջ արչև գեցիր այդ վստահությունը քու կյանքիդ մեջ կա։ Եվ ցույց կուտա այս համարները, որ այս մարդիկը ուրիշ դեղի աղբյուր ուժ չունեին, միակ բանը որ ունեին Հիսուսի հետ մդերմութեն գուքար, Սուրբ Օքիեն գուքար եւ մարդկային իրակորձումի հբարդություն մչեր, հաբա դերոջմեն ստացված բամներ, որ Աստվածաշունչին համաձայն դերոջ կողմէ դրված իշխանությունն է եւ Աստվածաշունչը ասիգա գոչե փոխանցում։ Հիսուս մարդացավ, ներեց մարդկությունը իր արյունով եւ Սուրբ Օքին բոլոր իրեն հավատացողներուն տվավ, փոխանցեց, չէ՞։ Փոխանցեց, ես իրեն հավատացի, արի դու իրեն հավատացիր, արիր, ես եւ դու նույն հավատքով, նույն արյունով քնված մարդիկ ենք։ Նույն չափ Սուրբ Օքին մեր մեջ կփնագի, նույն չափ Աստված մեր հայրն է, նույն չափ Հիսուս մեր փրկիչն է։ Բանիմը մեջ չի փոխվիր, ամեն ինչ հավասար է։ Մեր փորձառությունները կդարբերին, մեր ճաշտոնները կդարբերին, բայց իր քով որևէ դարբերություն չկա։ Փրկության հասակով։ Ինք մեզի դվավ գագնգալ է, որ մենք ուրիշին տանք։ Միակ հարստությունը, որը ստանալեն ետ չես կնար քովդ բահել, Աստծո հոգիեն եկած հարստությունն է։ Տրամը կրբանդ կտնես, տրամը բանկի աշիվիտ կտնես։ Բայց Աստուծո կողմեն եկածը չես կնար այդ մտայնությամբ առնել, ընդհանրապես ադիգա գտրվի միշտ սիրտիդ մեջ, որովհետեւ հոսի։ Դեսեք ինչ կսե Հռոմայացիս 1:11, որովհետև շատ կփապակիմ ցեզ դեսնել, Պողոս Հռոմայացիներուն կգրե, որբեսի ցեզի փոխանցեմ ովևէ հոգևոր բարգև, որ ցեզ ամրապնդելու պիտի գործած է։ Ուրեմն ինչ կնեինքը գփոխանցե։ Ուրեմն Պողոս իր մեջը ունի եւ գուզե երթալ թեպի հռոմայացիներուն կովը, հռոմ, որբեսի իրենց ինչն է փոխանցե։ Իր մեջ եղածը գուզե փոխանցել։ Պենտիմոթեոս 1:6 կսե այդ պատճառով ալ գիշեցնեմ քեզի, որ փոցավար բահես այդ շնորհքը, որ Աստված քեզի տվավ, երբ քեզ ցերնատրեցի, եւ որ ցերքս վրա դրի, իմ մեջես քեզի անցավ։ Հիմա գուզեմ որ գսե այդ քեզի անցածը փոցավար վարած բահես։ Ուրեմն գրնա մարիլ։ Կովինինսե ուրեմն գրնա մարիլ։ Քանի օքի ունեցած է փորձառությունը, որ ժամանակ առ ժամանակ իր հավատքը ավելի բագաս եղած է քան ուրիշ ժամանակներու, դգար եղած ադենը շատ մտահոգ չէ Աստծո կողմէ ասվածները անելու, ինքը իր ծրագիրը ունի կյանք ապրելու։ Քանի օքի ունեցել այդ փորձառությունը, Պողոս առաքյալ գսե որ փոցավար բահես այդ գրագը։ Նաև որ դու գրագդ վարած, գրագ ունենաս դունիդ մեջը, դու դակ կլաս։ Եթե գրագ ունենաս, գերագուրդ եփած կուտես, գերագուրդ դակ կուտես, եթե գրագ չունենաս, ադոնք չես ունենար։
Մեր կյանքի մեջ գրագը վարած բահելը կսկսի մեզի համար փարություն դալե։ Նաև կտեսնենք Գործարակելոց 8:17-ը գսե այն ադեմ Պետրոս Հովաննես իրենց ցերկերը դրին անոնց գլխուն եւ անոնք Սուրբ Հոգին ստացան։ Ցերկերնին դրին Սուրբ Հոգին ստացան։ Հետևաբար շատ կարևոր է մենք հասկանանք այս ըմբռնումը։ Եթե մենք արինք Քրիստոսով, մենք ունենք դալու համար։ Դալը միան հadoop մարդոց կապված չէ, ամեն մարդ կրնա, բայց դալու կորձողության հաջողությունը նաև բանալի է որ պիտամ քեզի։ Դալու կորձողության հաջողությունը թուն ինչքան վստահ ես ունեցած այդ, ինչքան կորձի դրած ես ունեցած այդ անգե գախյալ է։ Ամեն մարդ որ չի դալու վիճակի մեջ չէ, իր պատճառաբանություն ունի, բոլորը սատանային թիվական պատճառաբանություններ են։ Ով պիտի նեղվի գուզետ կրնա նեղվիլ ազատ է։ Բոլորը Մինչև այն ադեն թուն չես դար, թուն անոր հետ, որ քու մեջ դե հարաբերությունդ, պետք եղացեո չես մշակած, խնդիրը չես լուծած, այլապես չես կրնար չի դալ, Երեմյան գսե, ինչպես խոսքը չխոսիմ իմ մեջս ոսկորներս գահալին, եթե գրագը մեջդ աշխատի, չես կրնար, չխոսիլ, անոր աստեցությունը չարդահայտվիլ։ Տեսեք, Պետրոս ինչպես արդահայտվեցավ Գործարակելոց 3:6-ի մեջ։ Դες ինչ կսե, երբ որ քեղեցիկ կոչված թուրեններ մտածադենը մուրացկան մգար, մուրացկանը գագնգալեր, կովինի դսե ինչ կներ, գագնգալեր, որ Պետրոսը Հովաննեսը տրամդան, բայց Սուրբ Հոգին իրենց երեսը բինտացուց քիչմը, սա ոչ այսօր այս մարդուն ուզածի չի դաս այս մարդուն ավելի լավ դալիք ունին այսօր։ Եվ Պետրոս եւ Հովաննես դարձան մարդունգով Պետրոս խոսեցավ հետեւյալը ասավ. Ինչ որ ունիմ գուդամ քեզի։ Արծաթ ոսկի դրամ չունիմ քեզի դալուն, համարը փոխեցի ես։ Բայց ինչ որ ունիմ քեզի ուզեմ դալ։ Աստվածաշունչը գսե ամեն մարդ հողերը գծախեր, մինչև Դիբրոսեն հողերը ծախած, բոլոր տրամները հարստությունը բերած աշակերտներուն ոտքին թրած էին։ Գսե բոլորը միապան էին իրարու պետքերուն հոգային, եթե պետք էր այդ մարդուն հոգալ ունեին միջոցը հոգալու։ Իրենց բադարին գեսը գուդային, բայց այդ մարդուն անոթի չէին ցկեր, այդ մարդը իրենց գնայեր իր փորը գշտացնելու համար։ Բայց Աստված մարդուն նայեցավ զինք ոտքի գեցնելու համար։ Եվ քեղեցիկը հոն է Պետրոս այդպես ասելով մարդը վերջը իր հրաշքը արավ, քեղեցիկ բանը այդ է որ մարդը ոտքերուն վրա ելնել են իդ ցածկելու սկսավ, զաստված կովելու սկսավ, չսեր նորեն շարունակեց դրամ մուրալու։ Չմուրած նորեն։ Այդ մարդը հավանաբար ամենահարուստ մարդն էր իր սրդի մեջ եւ իր հարստության համաձայն ապրելու սկսավ։ Պետրոս իր սրդի մեջ ունեցածը դվավ, Սուրբ Հոգին իրեն հայտնած էր, որ Պետրոս քու սրդիդ մեջինը ամենասուղ, արժեքավոր, թանկագին բանն է, որ գրնաս հրամցնել։ Ինք հասկացած ըմբռնած էր, որ Աստված իրեն բամը վստահած է եւ ինքը անով գրնա օգնել մարդոց Քրիստոսի հանդեպ իր հավատքին միջոցով։ Պողոս Արաքյալի հետ կապված Գործ 19:11-ը գսե Աստված Պողոսի ցերկով արդասովոր հրաշքներ գներ, արդասովոր հրաշքներ գներ։ Դեսեք սիրելիներ, օծությունը մեր կյանքերու մեջ պետք է շիդակ բացատրենք։ Երբ Սուրբ Հոգին վերստին ծնունդով կստանաս, Սուրբ Հոգին քու ներսիթիդ է։ Օծությունը Սուրբ Հոգիեն դուրս կուքա կորձերը գադարելու համար։ Ֆիզիկապես շոշափելի դարձնելու համար անոր օծություն կգոչենք, որ Սուրբ Հոգին դուրս կուքա։ Օծությունը քու կյանքիդ մեջ գաշխադի գկորձե դեսանելի շոշափելի եւ զգալի գլա քեզմով։ Անոր համար չենք աղոթեր Աստծո, անոր համար մենք մեզի գշտկենք։ Օծությունը քու կյանքիդ մեջ, քու ծառայությանդ մեջ գզորանա եւ որ սիրդիդ մեջ Թուն գտնվող Սուրբ Հոգին հետ, սիրդիդ մեջ գտնվող Սուրբ Հոգին հետ լավ մդերիմ համացայնությամբ կաբրիս։ Հիմերդ գզորանան ներքնաբես, ինչքան Սուրբ Հոգին հետ հարաբերությամբ հիմերը ներքնաբես զորանան, այդքան թուն ծառայությունը
գրնաս ավելի զորավոր շալգել։ Այդքան օծությունը հովանավորած կլա քեզի։ Հետևաբար օծություն խնդրելը բարապ բան է։ Օծություն խնդրելը լավ զգալու համար բարապ բան է։ Օծությունը խնդրելով չես առներ։ Օծությունը Սուրբ Հոգին հետ շփվելով ցերկ կբերես։ Տուն օծությունը ուզելու բեք չունիս, դարբեր անց մգարձես։ Դեր ինձ օծություն դուր։ Օծությունը դվողին հետ հարաբերության հետ դուրս կուքա։ Ուղությունը չտկե, քու աղոտքի ցևը չտկե, քու անցը շինելու ցևը չտկե, թող որ դիրոջ շնորհքը քու ներսիտիդ այնպես մփայլի, որովհետեւ ցուն կարենաս առնել։ Երևակայեցեք Բողոս այդքան ներքնաբես հիմնված էր, այդքան զորացած էր, որ իր թաշկինակը գրգածադեն օծությունը հետ գերտար։ Օծությունը գերտար թևերը կփախչեին, հիվանդները կբժշկվեին։ Չկա բամը, որ կհաստատե, որ աղդոտ հանդերսները, լաթերը, տաշկինակները կրնան բժշկություն անել, բացի երբ օծությունը անոր վրա ալլա։ Եվ ասիկա 5 դագարանի սկզբունքը կհաստատե, որ մեր բոլոր ունեցած բաները անգամ պիտի օրհնվին։ Հետևաբար սիրելիներ, մեր ներսիտին դերոջ հետ մեր գաբը հաստատելը, մեր ինքնության հաստատվելը ամենակարևոր բանն է։ Որովհետև մենք բոլորս ալ Սուրբ Հոգին բնակարաններ ենք։ Բոլորս։ Այդ Կորինթացիս 6:19 ցեր մարմինները դաջար են Սուրբ Հոգին, որ Աստծո արիկ եւ ցեր մեջ կփնագի։ Հետևաբար մենք ունենք մեր ներսիտին Աստծո ներկայությունը, անոր կյանքը եւ անոր օծությունը։ Մենք ունենք ներքնաբես, բայց անիկա դուրս կելը իրեն հետ մեր հարաբերության մեջ։ Եվ անոր համար կարևոր է Տեր Հիսուսի խոսքը նկատի առնենք Հովանու 15:5-ին մեջ, որ առանց ինձի ոչինչ կրնա գնել, ինձի միացած մնացեք։ Ինձի միացած մնացեք, ով որ ինձի միացած է եւ ես անոր անիկա արդ բդուղ պիտի դա, որովհետեւ առանց ինձի դուք ոչինչ կրնա գնել։ Քաղնիկը իրեն միացած մնալն է, շարունակ իրեն այդ հաղորդակցություն անելն է եւ իր մեգախյալ կյանքերնից ապրիլ է եւ ոչ թե առանց իրեն ապրիլ է։ Եվ օրինակը, որ քիչ առաջ կսեի, Հիսուս հանրության արչեւ խոսեցավ։ Մենք պետք է ցերկ բերենք նույն համարցակությունը աղոթելու, մարդոց ծառայելու բացահայտորեն առանց վախնալու, վստահելով, որ Աստված ինքը իր կորձին համար, իր թակավորության կորձին համար, որ երկրի վրա կգադարե մնացած վախը եւ կասկածները հեռացնենք մեր կյանքերեն։ Ամեն։ Եք միասին ոտքի գնանք։